Ռուսական խաղաղապահ զորախմբի բարձրաստիճան 2 սպա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին գտնվում էր Ասկերանի շրջանի Հարավ գյուղի 406 մարտական դիրքում։ Աշխարհազորային գումարտակի հրամանատարի ուղեկցությամբ եկած ռուս խաղաղապահներն արձանագրում էին այդ օրն առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում այդ դիրքում հրադադարի ռեժիմի խախտումը։ Ադրբեջանական կողմը հարձակվել էր Հարավ գյուղի մոտ գտնվող 406 մարտական դիրքի վրա։ Գրավելով Հարավի խաչմերուկը, հակառակորդը կարող էր կտրել Մարտունու շրջանի կապը Ստեփանակերտի եւ Արցախի մյուս շրջանների հետ։ Գումարտակի մարտիկները հետ էին մղել հարձակումը, հակառակորդը տալով զոհեր եւ վիրավորներ հետ էր քաշվել։ Ընդհանրապես միջև այդ որ դիրքում կրակոցներ ա եղել, զեկուցել են խաղապահները, զեկուցում էին, գալիս էին ու կանեցնում էին այդ բանը, որպես չթեժանա էլի բանը։ Դե մենք էլ այդ միջև այդ ոնց եղել է այդ նույն ձևի ենք հասկանում, ոչ ոք դրանց եկալ է բարձրացավ էր, որ կանեցնել էլի այդ բանը, չթեժանա, կռվի չվերածվի, ճիշտ ասած, թեկուզ արդեն իրանք պատրաստում էին կռվի, փորձել էին չի ստացվել առաջ անգամ։ Գնացինք, բարձրացանք, դիրքի ավակի հետ խոսացին, բա քանի հոգի եք, ովքեր են կրակել, որտեղից են կրակել, դուք եք սկսել, նրանք են սկսել, բան սեց, հարցեր տվեցին, բան գրին, ջնջին, ու ասին նորմալ է, բան չկա, ոչում դե մենք գնացինք։ Ժամը 1-ի սահմաններում ռուս խաղաղապահները պատրաստվում էին իջնել դիրքից, երբ սկսվեց Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Մեկօրյա մարտերի ընթացքում Հարավ գյուղի հատվածում զոհվել են 3 զինծառայող, 2-ը աշխարհազորային գումարտակից, մեկը Ասկերանի բրիգադի առաջին գումարտակից։ Մարտերում զոհվել են Միքայել Բալայանը, Արմեն Աբրահամյանը եւ Վիտալի Սարգսյանը։ Այդ օրվա դեպքերի մասին պատմում է Հարավի աշխարհազորային գումարտակի հրամանատար Համլետ Գասպարյանը։